Ինչու ընտրել Հայկ Մարությանին 2012 թվական Մայրաքաղաքի հերթական այգին առևտրի կրպակների վերածելու իշխանության մտադրության դեմ դուրս եկած պայքարին միացել է նաև սիրված դերասան, պրոդյուսեր Հայկ Մարությանը։ Հաստատի բարեկարգված չէ, եկեք բարեկարգենք։ Բայց դա իդի Ոչ թե եկեք բան կառուցենք այստեղ։ 2013 թվական Հայկ Մարությանի նախաձեռնությամբ հայտնի մարդիկ անվճար տեղափոխում են ուղևորներին ի նշան բողոքի ընդդեմ տրանսպորտի ուղևորցի անհիմն թանկացման։ Շատ են միացել եւ հայտնի ոչ հայտնի մարդիկ։ Նախաձեռնությանն են միացել նաև Արթուր Իսպիրյանը, Նիկոլ Փաշինյանը եւ այլոց։ Գործը բրծավ, եկավ ժամը 6-ը, բոլորս փողոց, երկրիտերը մենք ենք, ոչ թե հեծը։ Տալված գումարներով կարող են փող հատուցել։ Ինչ է եղել, իրենց համար դա փոքր տոկոս է իրենց գրպանների համար։ Որ պատերազմի մեջ կարելի է գողանալ բանակից, բայց չի կարելի միտինգ անել, այլևս սենց հնարավոր չի։ Հնարավոր չի։ 2018 թվականի գարնանը համազգային բողոքի ալիքն իր բարձրակետին հասավ, վերաճելով ժողովրդական հեղափոխության։ Մենք մեծ անելիքներ ունենք եւ համոզված եմ, որ մենք կանենք դա ամեն մեկս մեր տեղում։ Սա ճանապարհի սկիզբն է, բարիս բուն իմաստով։ Ազատ, անկախ, Հայաստան! Ազատ, անկախ, Հայաստան! Ժողովրդի հաղթանակից հետո տեղի ունեցան Երևանի ավականու արտահերթ ընտրություններ։ Ձայների շուրջ 82%-ով քաղաքապետ ընտրվեց հեղափոխական Իմ քայլը դաշինքը գլխավորող Հայկ Մարությանը։ Պաշտոնն ստանձնելու պահին քաղաքը գտնվում էր ճգնաժամային իրավիճակում, անհարմար ու հնամաշ տրանսպորտ, կյանքի համար վտանգավոր վերելակներ, զավթված այգիներ, փողոցներում գնդակահարվող կենդանիներ, ամենուր կուտակված աղբի բլուրներ։ Կարճ ժամանակում խնդիրները սկսեցին լուծվել։ Առաջին անգամ ստեղծվեց աղբահանության համայնքային հիմնարկ եւ անապաստան կենդանիների խնամքի կենտրոն։ Հին վերելակները փոխարինվեցին, մեկնարկեց որակյալ կանաչապատումը, ներկրվեցին հարյուրավոր ավտոբուսներ։ Ես հիմա այնպիսի համակարգ եմ կառուցում, որ ով էլ լինի քաղաքապետը հետագայում 5 տարի հետո, 10-20 տարի հետո երբևիցե այս խնդիրը երևանցիների հետ ոչ մի առնչություն չունենա։ Պարզվեց ԿՊ-ին պետք չեն աշխատող ու ազնիվ մարդիկ, եւ նրանք հեռացրեցին քաղաքապետ Մարությանին։ Ես այս ամբողջ process-ը համարում եմ անարգանք Երևանցու քվեի հանդեպ։ Մարությանը սակայն սրանով չդադարեցրեց պայքարը։ 2023-ին Երևանի ավականու ընտրությունների արդյունքում նրա գլխավորած ուժը դարձավ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը։ 2025-ին նրա նախաձեռնությամբ մեկնարկեց տրանսպորտի թանկացման դեմ նոր շարժումը։ Արդյունքում իշխանությունը ստիպված եղավ սակագինը 300-ից դարձնել առավելագույնը 150 դրամ։ Մենակ պարոն Ավինյանը իր տոմսի համար ծախսել է 7 միլիոն 650 հազար դրամ։ Իսկ արդեն 2026-ին Մարությանի թիմը լուրջ հայտ ներկայացրեց ազգային ժողովի ընտրություններում, որպեսզի ժողովրդի ձայնը լսելի լինի։ Մենք կարդացել ենք հաստատ ձեզ ենք ընտրելու մի տեղ։ Մեկա ձեզ եմ ընտրելու։ Եղած ձեզ է ընտրում։ Ձեզ ենք ընտրել։ Կարգած ձեզ ենք։ Ամբողջ մեր ընտանիքը ընտրելու է ձեզ։ Հայկ Մարության միշտ ժողովրդի կողքին։